Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս կիրակի օրվա սերտողությունը սիրով ձեզ մատուցում ենք նոր կտակարանից, շարունակում ենք մեր ուսումնասիրությունները նամակ Հռոմեացիներին 15-րդ գլուխ 14-ից 33 համարները։ Ուրեմն հարգելիներս, ուզում եմ ես մի հատ բոլորին ուղղակի շնորհակալություն հայտնեմ, որ ամեն չորեքշաբթի եւ կիրակի միանում են մեզ, մասնակցում են մեր հետ Աստծո խոսքը սերտելու կարևորագույն այս գործով եւ խնդրենք ուղղակի, որ երբ որ ստանում եք այս պատգամները, իհարկե ամբողջությամբ դիտեք եւ փոխանցեք ձեր մտերիմներին։ Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս մեր պարտականությունը ավետարանության կատարենք ու իհարկե Աստծո արքայության գործերում ակտիվ աշխատող եւ ներուժ լինենք։ Ուրեմն մինչև մեր սերտողությունը սկսելը, եկեք մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք մեր գործին։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք այս հնարավորության համար, որ ամեն չորեքշաբթի եւ ամեն կիրակի մեզ հնարավորություն ես տալի տեխնոլոգիան եւ այս նորաոճ միջոցները օգտագործելով Տեր Աստված խոսքդ պատրաստել ու մատուցել համայն աշխարհին։ Աղոթում ենք Տեր, որ ովքեր որ ստանում են հայերեն լեզվով այս սերտողությունները, խնդրում եմ Տեր Հիսուս, որ նրանք ուղղակի ամբողջությամբ դիտեն, զորանան եւ փոխանցեն իրենց մտերիմներին եւ իրենք էլ իրենց պարտականությունը կատարեն ավետարանության։ Ես աղոթում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, նրանց խնդրում եմ դու առատորեն օրհնես եւ յուրաքանչյուրիս քո խոսքերով աշակերտես։ Աղոթում ենք այսօրվա սերտողությունը թող Սուրբ Հոգին մեզ առաջնորդի եւ Տեր խնդրում եմ, որ այս ընթացքը օրհնված լինի բոլորիս համար։ Աղոթում ենք այս ամենը քո Սուրբ անունով Հիսուս։ Ամեն։ Ուրեմն վերնագիրն է այսօրվա սերտողության հեթանոսների մեջ Հիսուս Քրիստոսի սպասավորը։ Գիտեք, Պողոս առաքյալը, այսինքն իր բուն նպատակը այս նամակը գրելու համար եղել է, որ միայն աստվածաբանության մեծ ուսմունք, այսինքն փրկության մասին եւ շնորհով փրկության մասին սովորեցնելը չէր միայն, քանի որ դա իր հիմնական կետերից մեկն էր, բայց նաեւ ինքը մեզ բացատրում է, որ իր առաքելությունը որն է։ Իր առաքելությունը ավետարանը հեթանոսներին մատուցելն էր, քարոզելն էր եւ որպես Տիրոջ սպասավոր նա աշխատեց հեթանոսների մեջ, որ Տիրոջ խոսքը եւ փրկության լուրը բերի նրանց։ Դրա հետ միասին այս նամակը գրվել է այն նպատակով, որ Հռոմի գտնվող եկեղեցում պարզապես բացատրի իր առաքելությունը, ինչպես որ ասացինք, բայց ավելին ասեմ, որ նրա առաքելությունը հիմնված է եղել գնալ այն վայրերը, որտեղ որ Աստծո խոսքը դեռ չէր քարոզվել եւ հիմնադրել եկեղեցիներ։ Դրանցից մեկը Իսպանիայում էր, որ նա ցանկանում էր գնալ եւ այս նամակի մեջ նա կիսվում է Հռոմի եկեղեցու հետ, բացատրելով, որ ինքը առիթ չի ունեցել իրենց հետ այցելության գտնվի, քանի որ զբաղված է եղել եկեղեցի հաստատելու ծրագրերով ու քանի որ Հռոմի եկեղեցին արդեն հաստատվել էր, նա իր առաքելությանը ազնիվ եւ հավատարիմ լինելով աշխատեց, որ գնալ այն տեղերը, որտեղ որ դեռ եկեղեցի հաստատված չէր։ Եվ նաեւ ասեմ, որ այս վերջի համարներում 14-ից 33 համարներում 15-րդ գլխի նա նաեւ խնդրանք եւ հորդորանք է կատարում, որպիսի եկեղեցին իրեն աջակցի։ Հիմա եկեք սկսենք կարդալ 14-ից 21 համարները ուսումնասիրենք ու անցնենք մեր սերտողությանը։ Գրած է. Ես ինքս էլ եղբայրներին ձեզ համար համոզված եմ, որ դուք եք բարությամբ, լի եք ամենայն գիտությամբ, որ կատարող եք միմյանց խրատել։ Բայց մասամբ ավելի համարձակ գրեցի ձեզ, որպեսզի հիշեցնեմ ձեզ Աստծուց ինձ տրված շնորհի մասին, որ ես հեթանոսների մեջ Հիսուս Քրիստոսի սպասավորն եմ, Աստծո ավետարանը մատուցողը, որպեսզի ընդունելի լինի հեթանոսների ընծան սրբագործված Սուրբ Հոգով։ Արդ Աստծո առաջ Քրիստոս Հիսուսով պարծենալու բան ունեմ։ Չեմ համարձակվում խոսել այն բանի մասին, ինչ Քրիստոս չի գործել իմ միջոցով հեթանոսների հնազանդեցնելու համար, խոսքով
ու գործով, նշանների և հրաշքների զորությամբ, Աստծու հոգու զորությամբ, այնպես որ ես Երուսաղեմից սկսած շրջելով մինչև լյուրիկացիների կողմերը տարածել եմ Քրիստոսի ավետարանը, այսպես արժանի համարեցի ավետարանը քարոզել այնտեղ, որտեղ Քրիստոսի անունը հռչակված չէր, որպեսզի չլինի, թե ուրիշի դրած հիմքի վրա կառուցեմ, այլ ինչպես որ գրած է, նրանք, որոնց նրանց մասին չի պատմվել, պիտի տեսնեն, և ովքեր չէին լսել, պիտի ընկալեն։ Լավ, եկեք անցնենք սերտողության և հասկանանք Պողոս առաքյալը մեզ ինչ է բացատրում։ Ուրեմն Պողոսը այս համարներում բացատրում է շատ մանրամասն իր առաքելության մասին և Սուրբ գրքի համարներով հաստատում է իր գործը։ Նա շեշտում է կամ ասենք թե մեջբերում է կատարում Եսայի մարգարեությունից, ինչպես որ գրած է 21 համարում, նրանք, որոնց նրա մասին չի պատմվել, պիտի տեսնեն, և ովքեր չէին լսել, պիտի ընկալեն, ու սա շեշտելով նրա գործը, իհարկե կատարում է Պողոս առաքյալը իր գործը տարբեր վայրեր գնալով և այնտեղ եկեղեցիներ հաստատելու նպատակով։ Գնում էր այնտեղ, որտեղ դեռ Աստծու խոսքը չէր քարոզվել ու կատարում էր նրա առաքելությունը։ Ասեմ, որ Պողոս առաքյալը բացատրում է, որ ուրիշի դրածի վրա ինքը չէր ուզում հիմներ, այլ ինքը ուզում էր գնալ այնտեղ, որտեղ երբեք խոսքը չէր խոսացվել և երբեք խոսքը չէր մատուցվել, և այդ նպատակով իր համոզմունքով և Աստծուց տված պարզապես իր առաքելությունը եղել այն, որ նրանք, որոնց նրա մասին չի պատմվել, այսինքն նրանք, որոնց նրա մասին չի պատմվել, պիտի տեսնեն, և ովքեր չէին լսել, պիտի ընկալեն։ Պողոս առաքյալը ընդունում է, որ սա է իր առաքելությունը, և Աստված իրան այս հանձնարարությունն է տվել, որ գնա այնտեղ, որտեղ դեռ խոսքը քարոզված չէր։ Բայց նաև ինքը ասում է, որ ինքը հասկանում է, որ պարզապես Հռոմի եկեղեցին հաստատուն է, հասուն է, հասկանում է այս ամեն ինչը, և իհարկե, եթե մի քիչ ավելին խորանանք, կհասկանանք, որ 14 համարը շարունակությունն է 13-ից առաջվա մեր համարները, որ մենք խոսեցինք, այսինքն 8-ից 13-ը անցյալ կիրակի օրը, բացատրում է նա, որ դուք հասկանում եք այս ամենը, բայց ամենայն դեպս ես մի քիչ ավելի համարձակորեն եմ այս ամեն ինչը ձեզ ներկայացնում, որպես միջոց հիշեցնելու և պարզաբանելու։ Ինչու պարզաբանելու, որովհետև հետո կտեսնենք նրա նպատակների մասին, թե որտեղ է ուզում գնալ և ինչ աջակցություն է նա խնդրում։ Եկեք անցնենք 22-ից 33 համարները կարդանք ու նույնպես հասկանանք, թե Պողոս առաքյալը ինչ է սովորեցնում։ Դրա համար շատ անգամ ձեզ մոտ գալու արգելքներ եղան, բայց այժմ, երբ այս կողմերում այլևս գործելու տեղ չկա, և շատ տարիներ ի վեր ձեզ մոտ գալու փափագն ունեմ, երբ Իսպանիա գնամ, հույս ունեմ անցնելիս ձեզ տեսնել և ձեր օգնությամբ այնտեղ ճանապարհելով, եթե նախ ձեզանով փոքր ինչ լիանամ, բայց հիմա գնում եմ Երուսաղեմ սրբերի ծառայելու, որովհետև մակեդոնացիներն ու աքայացիները հաճեցին մասնակից լինել Երուսաղեմում գտնվող աղքատ սրբերի կարիքների օժանդակությանը։ Հաճեցին, քանզի նաև պարտական են նրանք, որովհետև եթե հեթանոսները նրանց հոգևոր բարիքների հաղորդակից եղան, պարտավոր են նաև նրանց նյութական կարիքների ծառայելու։ Արդ այս կատարելով ու հավաքած արդյունքը նրանց հանձնելով, ձեր մոտով Իսպանիա կանցնեմ, գիտեմ, որ երբ ձեզ մոտ գամ, Քրիստոսի ավետարանի առատ օրհնությամբ կգամ։ Եվ վերջի համարները. եղբայրներ, աղաչում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսով և հոգու սիրով, որ ինձ մարտակից լինեք, ինձ համար առ Աստված աղոթելով, որպեսզի ազատվեմ այն անհնազանդներից, որ Հրեաստանում են, և իմ ծառայությունը,
որ մատուցելու եմ Երուսաղեմում սրբերին ընդունելի լինի, որ Աստծու կամքով ուրախությամբ ձեզ մոտ գամ ու ձեզ հետ հանգստանամ, եւ խաղաղության Աստվածը թող ձեզ բոլորիդ հետ լինի, ամեն։ Ուրեմն Պողոս առաքյալը, քանի որ ասացինք Հռոմի եկեղեցին արդեն հաստատվել էր, նա չի եղել հաստատողը ու իր ուղղությունը դեռ չհաստատված տեղերում է նա կենտրոնանում։ Հենց այս պատճառով էլ զբաղվածության պատճառով նրանց չի այցելել։ Այսինքն պարզաբանենք, նա ուզում է ասի, քանի որ Հռոմի եկեղեցին արդեն հաստատվել էր, իր պետքությունը այնտեղ որպես հիմնադրող եկեղեցի հաստատող կարիք չկար, ու դրա համար ինքը առիթ չի ունեցել իրենց այցելելու, որովհետև ուրիշ տեղեր կար այդ գործը կատարելու համար։ Եվ ըստեղ մեր հետ Պողոս առաքյալը երկու շատ կարևոր կետեր է կիսվում։ Առաջինը, հեթանոսները ամբողջությամբ ինտեգրված են եկեղեցու մեջ, քանի որ նրանք մենակ չեն լսում, այլ զբաղվում են եկեղեցու կարիքներով ու գործերով։ Այսինքն հեթանոսներին ընդամենը Աստծո խոսքը չեն քարոզում ու անցնում մի կողմ, այլ ինչպես որ Հրեաստանում էր լինում, ինչպես որ հրեաների հետ էր լինում, որ ապաշխարության էին գալի, հին ուխտի անցնում էին նոր ուխտը, նույնպես եւ Աստծո կամքն է, որ հեթանոսներն էլ ընդունեն եւ բոլորը հրեա եւ թե հեթանոս, բոլորի համար է տրված Աստծո խոսքը։ Եվ նրանք զբաղվում էին բոլոր եկեղեցու կարիքներով, ինչպես որ Պողոս առաքյալը մեզ բացատրում է, եւ ոչ մի բանով թերի կամ պակաս չեն հրեա հավատացյալներից։ Իսկ երկրորդ կետը տեսնում ենք, որ Պողոս առաքյալը մի հետաքրքիր գաղափար է մեզ սովորեցնում հավատքի կյանքի վերաբերյալ, որ հավատի կյանքում կան պատնեշներ եւ կան մարդիկ, որոնք հանդիսանում են որպես խանգարողներ եւ ծրագրերին Աստծու վնաս տվողներ, ինչպես որ մենք տեսնում ենք Պողոս առաքյալի խոսքերով, որ Հրեաստանում է, եւ եթե մենք ուսումնասիրենք Գործ առաքելոց 15-րդ գլուխ, այնտեղ կտեսնենք, որ փարիսեցիների մի մասը, որ ընդունեցին Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, ապաշխարեցին, նրանք պնդում էին, որ հեթանոսները պետք է եւ հարկավոր է հին ուխտը շարունակեն նրանք պահպանել, այսինքն օրենքը։ Եվ այս հիմնական պայքարը լինում է դրա դեմ, որ նոր ուխտը ամբողջությամբ չի համապատասխանում հին ուխտի հետ, քանի որ հին ուխտը անցել է եւ նորն է եկել։ Եվ ինչպես որ մեզ Հիսուս Քրիստոսը սովորեցնում ավետարանների մեջ, ասում է նոր գինին հին պարկի մեջ չեն դնում։ Հին պարկն էլ հանդիսանում է որպես հին ուխտը, օրենքը, նոր գինին նոր պարկի մեջ է դրվում եւ այդ նոր պարկն էլ նոր ուխտն է, շնորհով փրկության ժամանակաշրջանն է եկեղեցու։ Եվ այսպես պայքարելու համար ինչ է պետք։ Հարկավոր է աղոթել ու խնդրել Տիրոջը, որ նա զբաղվել այս խանգարող եւ վնաս տվող մարդկանցով։ Նաեւ հավատի զենքը, իհարկե Պողոս առաքյալի ասելով, քանի որ մեզ համարում է նա հավատացյալներին համարում է նա ինչ մարտակից բառն է օգտագործում, զինակից, մարտակից, այսինքն նրանք ովքեր որ պատերազմի մեջ են եւ զինվորականներ են հոգեվոր կյանքի մեջ։ Մենք բոլորս, երբ որ ընդունում ենք Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, միանում ենք Հիսուսի Աստծու մեր ընտանիքին եւ քանի որ մեր Տիրոջ ընտանիքին միանալով մենք բոլորս հանդիսանում ենք որպես զինվորներ եւ բազմաթիվ օրինակներով նոր կտակարանի մեջ Պողոս առաքյալը օգտագործում է զինվորության օրինակները, նույնիսկ սպառազինությունը հավատքի, որը Եփեսացիների 6-րդ գլխի մեջ է գրում նա, ուրեմն հասկանում ենք, որ իսկապես գոյություն ունի պատերազմ եւ ինչա որ մենք չենք տեսնում սատանուն եւ իր իշխանությանը ու փառք Տիրոջ, որ չենք տեսնում, պատկերացրեք ինչ խայտառակ վիճակ կլներ, երբ որ մենք տեսնենք դևերին ամեն վայրկյանը մեկ եւ տեսնենք ինչ պատերազմներ է կատարվում օդի մեջ եւ ամբողջ մեր շրջակայքում, պարզապես
ասեմ, որ չենք տեսնում, բայց իմացեք, որ շատ ուժեղ եւ շատ թեժ պատերազմ է գնում Աստծու եւ Սատանու միջև։ Հիմա ձեզ քաջալերեմ, որ պատերազմը արդեն մեր Տեր Հիսուս Քրիստոսը հաղթել է։ Հաղթել է իր սուրբ այրունով, երբ որ նա բարձրացավ խաչը Գողգոթան գնաց, այնտեղ նա խաչվեց մեր աշխարհի բոլոր մեղքերը իր վրա վերցնելով, նա հարություն առավ եւ հիմա գտնվում է մեր երկնավոր Հոր կողքը։ Պարզապես սա ինչ է նշանակում, որ նրանք, ովքեր որ Հիսուսին հավատալով իրենց սրտներում արդարանում են եւ բերանով դավանում են, փրկվում են, ինչպես որ մենք սովորեցինք շաբաթներ եւ ասենք արդեն մի ամիս առաջ կամ քիչ ավելի շատ, գիտենք, որ դա նամակ Հռոմեացիներին 10-րդ գլուխ 9-ից 10 համարների մեջ է գրած եւ նաեւ 11 համարի մեջ գրված է, ով որ հավատա Հիսուսին կփրկվի։ Ուրեմն հասկանում ենք մենք, որ ունենք մենք պարտականություն, պարտականությունը մեր հավատացյալ քույրերին, եղբայրներին աջակից լինելն է, նրանց հետ աղոթելն է, քանի որ մեր զենքը հոգևոր աղոթքն է եւ մեր երկսայրին սուրը Աստծո խոսքն է, եւ երբ որ մենք գտնվում ենք այնպիսի վիճակներում, որ անհրաժեշտ է մեր զենքը օգտագործենք, մեր զենքը աղոթքն է եւ Աստծո խոսքն է։ Ու այս պահին այսքանը կավարտենք մենք 15-րդ գլուխը ամբողջությամբ, հաջորդ կիրակի կուսումնասիրենք 16-րդ գլուխը եւ հույսով եմ, որ այս սերտողությունները ձեր համար օրհնանք են, օգնում են ձեր հոգևոր աճի մեջ եւ աղոթում ենք, որ Տերը առատորեն ձեզ բոլորիդ օրհնի։ Ամեն։